Մեզ վրա հագնենք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանանք սատանայի հնարքներին դեմ դնել։ Մենք պետք է նախ սիրենք ճշմարտությունը, որը Հիսուս Քրիստոսն է, եւ սիրենք ճշմարտությունը պահել եւ ճշմարտությունը խոսել։ Վստահեցնում եմ քեզ, պետք չէ որ քեզ դու դավանես, որ ես իմ ճշմարտության գոտին կապում եմ։ Տերը գիտի եւ երկինքը տեղյակ է, որ դու ճշմարտությունը սիրում ես եւ դու անվտանգ ես ճշմարտության առումով խոցելուց։ Եթե մենք արդարություն չենք սիրում ու չենք անում, ինչքան ուզում ես դավանի դեմ։ Զրահի առումով խոցելի ես։ Եթե մենք մեր կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ խաղաղություն չունենք, ավետարանը ծածկված տեղից հանի դուրս։ Սկսի ավետարանի խոսքով։ Խաղաղությունը կգա։ Եթե ես հավատքի մարդ եմ, ինձ համար ամենակարևոր ուշադրությունը երկինքն է։ Եթե դու կասկածում ես քո փրկության վրա, դու արդեն խոցելի տեղ ունես։ Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, հետաքրքիր է, որ մենք Աստծո խոսքով չենք ապրում, բայց եթե իրավիճակներ են գալիս, արագ սուրը ծածանում ենք։ Սա մեզ էլ է վնասել։ Մենք ուզում ենք արթնություն, մեզ պետք է պաշտպանված լինենք եւ անդադար կատարյալ հարատեվությամբ աղոթք անել։ Արթնություն մեր կյանքի համար, մեր ընտանիքների մեջ եւ քաղաքի մեջ։ Սիրիր Քրիստոսին, պահիր նրա խոսքը, նրա պատվիրանները, ապահով կլինես։